Տիկին Ստեփանյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, բայց երևի սկսենք հենց այս հարցից, երեք կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ինքնատիրապետումը կորցրեց, հետո նաև հետագայում Facebook-յան լայվերով էինք տեսնում, որ այսպես ինչ-որ տեղ հունից դուրս եկած, արայով էր խոսում, այտենց ուժեղ տղերք եկեք, այսպիսի վարքագիծ էր դրսևորում, եւ նաեւ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ անկախության հռչակագիրը պատերազմի հող է, Արցախ, որ ասում եք պատերազմ եք ուզում, այ որ ես չընտրվեմ պատերազմա լինելու սեպտեմբերին, խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը եւ նաեւ գիտեմ, որ մի քանի թեմաներ եք առանձնացրել, որոնց կանդրադառնաք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ կարևոր հարցեր բարձրացնելու համար։ Ես ընդհանրապես այստեղ ձեր եթերից ուզում եմ շատ անկեղծ խոսել հայ հասարակության, իմ ժողովրդի Հայաստանում եւ Սփյուռքում ապրող ողջ հայության հետ։ Տեսեք, դուք շատ կարևոր հարցի անդրադարձաք, այսպես մենք շարունակական խոսենք։ Տևական ժամանակ է, սիրելի ժողովուրդ, որ Ադրբեջանի բռնապետ, ագրեսոր Իլհամ Ալիևը ասում է, որ պետք է Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը փոխի սահմանադրությունը, հանի այնտեղից անկախության հռչակագրի հոդվածը, որովհետև այնտեղ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ, միևնույն ժամանակ օրեր առաջ Ադրբեջանի նախագահը հրապարակավ հայտարարեց, որ ինքը չի ճանաչում Հայաստանի Հանրապետության սահմանները, տարածքային ամբողջականությունը եւ ավելին, ասաց, որ այս պահին Հայաստանի հետ խաղաղություն է, բայց ինքը չի կարող ասել, թե 6 ամիս հետո ինչ կարող է լինել։ Հիմա հերթով այս հարցերին անդրադառնանք։ Ինչ է նշանակում Հայաստանի մայր օրենքը տալ Ալիևի ձեռքը ու ասել խմբագրի, գրի կամ թելադրի, մենք գրենք այնպես, ինչպես կցանկանա քո սիրտը։ Այո, այն հատվածը, որ հանվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրության փաթեթից, որը պիտի հետո իհարկե դրվի հանրաքվեի, դա նրա մասին է, որ Հայաստանի հայ ժողովուրդը հենց նոր երկնքից իջավ ցած, հենց նոր հաստատվեց այստեղ, հենց այդ պահին հաստատվեց, որովհետև դա նրա մասին է, որ մենք չունենք պատմություն, մենք չենք ունեցել պատմություն, մենք չունենք ընտանիք, չենք ունեցել արժեհամակարգ, որովհետև այնտեղ նաև ընտանիքի մասին հասկացողություններ կան, ամուսիններ, կին, տղամարդ եւ այլն եւ այլն։ Մենք չենք ունեցել արժեհամակարգ, այսպես կոպիտ ասեմ, մենք քոչվոր մի տեղից ցած ենք ընկել։ Այս սրա մասին է այն սահմանադրությունը, որը պարտադրում է Ադրբեջանի նախագահը խաղաղության ռահվիրը Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե սա միակ պարտադրանքը չէր։ Նիկոլ Փաշինյանը այսօր սարսափում է Արարատ բառից։ Դեռ 2 տարի առաջ, երբ որ ինքը բարձր ամբիոնից ասում էր, ինչ պարտադիր է Արարատի նկարը կախեք ձեր պատից, բերեք Արագածի նկարը կախեք, հասարակության մեծ մասը չէր գիտակցում դա ինչ բան է։ Իհարկե, եւ Արագածի նկարը կա մեր տան եւ Արարատի նկարը կա մեր տան պատին, բայց հասարակության մի մասը չէր գիտակցում խոսքը ինչի մասին է։ Հիմա Հայաստանի վարչապետի աթոռը դեռ զբաղեցնող մարդը եվրոպական ամենաբարձր ամբիոնից խոսում է այն մասին, որ Արցախ վերադարձ չկա, Արցախը չի եղել հայկական տարածք, որ արցախցիների վերադարձը չպիտի լինի Արցախ, եւ հետո հավաքագրում է մի շարք իշխանահաճո, որոնք ժամանակին Արայիկ Հարությունյանի իշխանության այդ նվագի տակ էին ապարում, հիմա այստեղ Նիկոլ Փաշինյանի, հավաքում է այդպիսի մի քանի հոգու, որոնք բարձրանում են, շնորհակալություն են հայտնում
Նիկոլ Փաշինյանին, որ ինքը 3 միլիոնը բնակարանային հատուցման գումարը դարձրել է 4 միլիոն, որ այսինչ մի մեծ լավություն է արել, իրենք կհաստատվեն Հայաստանում։ Այս օրերին ես հարյուրավոր արցախցիների հետ հանդիպել եմ, զանգեր եմ ստացել, խոսել ենք, իրենց խնդրանքով։ Հիմա դիմում եմ այն արցախցուն, ով բարձրացավ, շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։ Ավելին, հենց իրենք են փոխանցել, որ ես ասեմ, որ դուք Արայքի լարի տակ պարող եք եղել ժամանակին, նվագի տակ, իրենք են ասել, որ իրենք ձեզ չեն պատվիրել, որպեսզի գնաք Նիկոլ Փաշինյանից շնորհակալություն հայտնեք եւ ասեք, որ արցախցիները պատրաստ են այստեղ մնալու։ Անցնենք հաջորդ թեմային։ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին շատ է խոսում, որ եթե ինքը չլինի, ապա Հայաստանում պատերազմ կլինի։ Սիրելի ժողովուրդ, դուք երևի թե եթե հետևել եք իմ ելույթներին, ապա պետք է որ լսած լինեք, որ ես պարբերաբար ասել եմ, որ Աստված մի արասցե, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, ապա մենք հունիս ամսին կունենանք պատերազմ։ Ինձ համար շատ տարօրինակ է Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի այդ վերլուծական մտքի համընկնումը, որ երկուսն էլ կարծում են, անկախ ամեն ինչից, որ աշնանը 26 թվականի աշնանը Հայաստանը պատերազմի մեջ է լինելու։ Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա։ Տեսեք, Ադրբեջանի նախագահը չի ասում Նիկոլ Փաշինյան, դու ընտրվես, թե չընտրվես, ես չեմ հարձակվելու։ Ադրբեջան նախագահը շատ հստակ մեսիջ է ուղարկում, ասում է. ես չեմ կարող ասել, որ 6 ամիս հետո այդ խաղաղությունը կլինի։ Դու ինչ ես ասում, Նիկոլ Փաշինյան, դու վախկոտի նման, քո իշխանությունը ընդհանրապես ժողովուրդն է այդպես ասում, վախկոտի նման դուք ասում եք, որ չասեք Արցախ, չասեք Արարատ, չասեք տարածքային անկախության հռչակագրի մասին ընդհանրապես չխոսեք։ Ադրբեջանցիները ջերմուկի գլխին վերընկած են, դրա մասին մոռացեք։ Մոռացել եք դուք եւ ուզում եք մոռացնել տակ հայ հասարակությանը։ Եվ մեզ ասում եք, ծպտուները չլսվի, թե չէ պատերազմ է լինելու։ Դուք այսինքն մի իշխանություն եք, ցավոք, այս արդար, այս արարող ժողովուրդը այսօր ունի մի իշխանություն, որը իր ժողովրդին վախեցնում է, սարսափեցնում է ադրբեջանական զենքով ու ադրբեջանական զորքով։ Ցավոք, Հայաստանը այսօր այդ իշխանության գահակալության ներքո է ապրում։ Կարծում եմ, մեր ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է եւ ինքը շատ լավ հասկանում է, որ սա այն իշխանությունն էր, որ սարսափելի մահ ու ավեր բերեց մեր երկրի գլխին, սարսափելի պատերազմներ բերեց մեր երկրի գլխին, մեր տարածքային ամբողջականությունը զիջեց, ինչ էր ասում, Ոսկեպարը ասում էր տանք, որ պատերազմ չլինի, Սև լճից չհանենք, որ պատերազմ չլինի, ջերմուկում թող նստեն, որ պատերազմ չլինի, վաղը կասի կգան կմտնեն ձեր տները, թող մտնեն, որ պատերազմ չլինի։ Ինչ է, հիմա նորից եմ ուզում, 100-րդ անգամ այս հարցը ձեզ տվել եմ, Արցախում հիմա պատերազմ է, ոչ, Արցախում լիակատար խաղաղություն է հիմա, թռչուներն են այնտեղ միայն օդում, լիակատար խաղաղություն է, մենք սա ենք ուզում, եթե սա ենք ուզում, սիրելի ժողովուրդ, սիրելի սևանցիներ, հրազդանցիներ, մարտունեցիներ, գյումրեցիներ, վանաձորցիներ, ապարանցիներ, արտաշատցիներ, աշտարակցիներ, արմավիրցիներ, էջմիածնեցիներ, երևանցիներ, մենք սա ենք ուզում, այդ խաղաղությունն ենք ուզում, մենք ուզում ենք այն իշխանությանը, որ մեզ վախեցնում է ադրբեջանական զորքով, մենք դա ենք ուզում, ես կարծում եմ ոչ,
Ես կարծում եմ, որ մեր ու իմ ժողովրդի կարծիքը համընկնում է իրար։ Մենք ուզում ենք արժանապատիվ կյանք, արժանապատիվ հայրենիք, արժանապատիվ ժողովուրդ, արժանապատիվ կեցվածք, եւ մենք գիտենք, թե այդ արժանապատվության ընթացքում մենք ինչպես ենք դրսում ներկայացել, մենք ինչպես ենք բանակցել, ինչպես ենք խոսել։ Եվ մի խորհուրդ էլ գործող իշխանությանը. հավատացեք, որ ձեր պարտությունը լինելու է նաև հանուն ձեզ, հանուն ձեր ընտանիքների ու երեխաների արժանապատիվ կյանքի։ Հավատացեք դա։ Դուք այլևս չեք համարվի կոշիկ լիզողներ։ Դուք այլևս չեք համարվի ուրիշի թելադրանքով երկիր կառավարողներ։ Դուք կներկայանաք արժանապատիվ երկրի շարքային քաղաքացիներ, այնպես որ ձեր պարտությունը նաև հանուն ձեզ է լինելու։ Հիմա ես ուզում եմ խոսել մի քանի մարզային, քանի որ իմ զրույցը, սիրելի ժողովուրդ, առավելապես ձեզ հետ է, ուզում եմ, ես շատ կցանկանամ նաև, որ դուք մեկնաբանություններ գրեք ձեր մտահոգող հարցերի մասին, մենք միասին քննարկենք, որտեղ ձեր կարծիքը նաև չի համընկնում, մենք միասին դիտարկենք։ Հիմա իմ հաջորդ հարցը, որ այսօր ուզում եի խոսել դրա մասին, թե ինչու չպիտի լինի այս իշխանությունը, դա այն վերաբերվում է Փաշինյանի մարզային այցերին։ Արդեն 2 շաբաթ է, եթե չեմ սխալվում, մի ավտոբուս ուրախ ժողովրդով շրջում է Հայաստանի աղքատ գյուղական բնակավայրերում, աղքատության մեջ խարխափող բնակավայրերում եւ ուզում է իր խոսքը փոխանցել այդ ժողովրդին։ Ինձ համար ամենազավեշտալին այն է, որ Փաշինյանի իշխանությունը ամեն մարզային այցից հետո այդ իշխանության մերկությունն եմ տեսնում, այդ իշխանության չգոյությունն եմ տեսնում։ Դուք պատկերացրեք, օրինակ, Թրամփին, կամ Վլադիմիր Պուտինին, կամ Իրանի հոգևոր առաջնորդին, կամ հարևան Վրաստանի նախագահին գնան բնակավայրեր, այս գլոբալ խնդիրների աշխարհում բնակավայրի բնակիչը մոտենա երկրի թիվ 1 դեմքին ու ասի, գիտեք, իմ հողը օրինական է, բայց չեն սեփականաշնորհում։ Մեկ ուրիշն մոտենա ու ասի, գիտեք, մեր գյուղում մեր երեխաները խաղալու տեղ չունեն, խաղահրապարակ ենք ուզում։ Մեկ ուրիշը մոտենա, ասի, գիտեք, ես ուզում եմ իմ թոշակը տնից ստանամ։ Մեկ ուրիշը մոտենա, ասի, գիտեք, այդ չգիտեմ, այդ բժշկական ապահովագրությունը իրեն չի արդարացնում, որովհետև դե ախր մենք մեր թոշակը սենց ենք ստանում, տանում ենք այնտեղ, հետո այդ 10,000-ը բարձրացրեցիք, նպաստից կտրվեցինք այստեղից, այնտեղից։ Դուք պատկերացնում եք նման բաներ։ Դուք պատկերացնում եք որևէ բնակիչ մոտենա Պուտինին, Թրամփին կամ այստեղ հարևան երկրի ղեկավարներից որևէ մեկին ու ասի իմ հողը չեն սեփականաշնորհում, գիտեք, կամ մեկը ասի իմ տղան նստած է, որովհետև արդարադատությունը չի գործել այս երկրում։ Պատկերացնում եք նման բան։ Դա ինչի մասին է խոսում։ Դա խոսում է այն մասին, որ մեզ ղեկավարում է մի իշխանություն, որը մեր պետական բյուջեից, մեր բոլորի հարկերի հաշվին ստանում է ահռելի պարգևավճարներ, բայց այդ իշխանությունը չունի մարզպետարան, 0, չունի քաղաքապետարան, 0, չունի գյուղապետարան կամ վարչական շրջան, 0, չունի նախարարություններ, 0, ոչինչ չունի, որովհետև եթե մարզային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյան մոտենում են քեզ ու ասում են մենք խաղահրապարակ չունենք, նշանակում է դու չունես տեղական ինքնակառավարման մարմին,
Դու չունես մարզպետարան, դու չունես տարածքային կառավարման նախարար։ Ուղակի չունես, զրո են, ուղակի իրենք պորտաբույծի նման սնվում են մեր հարկերից զրո արդյունքով։ Հերթական հարցը, սիրելի ժողովուրդ, այն որ այս իշխանությունը գալիս է ձեր դռները ու ասում, մեր էշխելքն ասեք, մենք պիտի դա չանեինք, բառապաշարի մասին չեմ ուզում խոսել, չեմ ուզում, որովհետև իրենք այդպիսին են, այդպիսին կան և լինելու են, չեմ ուզում դրա մասին խոսել, բայց են, որ գալիս են հաթաթա են տալիս, որ ասֆալտ են գցել, մեկն ու մեկըտ, ուղղակի իմ խնդրանքը, մարզային որևէ այցի ժամանակ, մոտեցեք Նիկոլ Փաշինյանին ու հարցրեք, ում փողերով ես այս ասֆալտը գցել, ում փողերով ես այս մանկապարտեզը սարքել, ում փողերով ես այս դպրոցը կառուցել, խնդրում եմ ձեզ, մոտեցեք ու հարցրեք ձեր հոր տնից ինչքան գումար եք բերել ներդրել մեր պետական բյուջեի մեջ, չէ որ այս պետական բյուջեն մեր բոլորի գումարն է, որը ցավոք իրենք ինչպես ուզում այդպես էլ տնօրինում են, մեզ ամեն երամսյակը մեկ հաթաթա են տալիս, ասում են հեսա մի 4 միլիարդ էլ ենք պարգևավճար ստանալու, մի հատ էլ գալիս ասում են ճամփեն սարքել ենք լավ է, հելնում են դռները թակում են, այս լիֆտը որ կա լավ է, դուք տեղը չեք բերում, դուք որ ժամանակաշրջանում եք ապրում, դուք երևի այդ գիտակցումը չունեք, թե դուք որ ժամանակաշրջանում եք ապրում, աշխարհը ամեն ժամ թռիչքաձև զարգացման է գնում, դուք երևի այդ գիտակցումը չունեք, այս ինչ ժամանակաշրջան է, այսօր Վարսավիրանոցում, որտեղ ես մտել էի վարսահարդարման, այնտեղ ինձ շատ պարզ հարց են ուղղել և խնդրել են փոխանցեմ ձեզ, Նիկոլ Փաշինյան, անձամբ ձեզ էին հարցն ուղղում, ասում էին, որ մենք հարկեր ենք վճարում, այդ ինչպես եղավ, որ գոնե մեր վճարած հարկերից ձեր տիկինը հագնվեր ու նորմալ հագու կապով ներկայանար այլ երկրներին, դա նաև մեր արժանապատվության հարցն էր, այդ ինչպես եղավ, որ մեր հարկերը եկավ պետական բյուջե, բայց ձեր տիկինը ասում է, որ ինքը փող չուներ, որ ներկայանար, չէ, որ կա արարողակարգ, կա դրեսկոդ, ձեզ էին հարցը ուղղում, և նույնիսկ եթե ասում էին այդ հարկերը տեղ չի հասել, բա դուք ինչ եք մտածել, չեք կարողացել այնպիսի հագուկապ առնել ձեր տիկնոջը, որ չասեր ես փող չունեի, չեմ կարողացել առնել, ես տվյալ Վարսավիրանոցի հարցն եմ ուզում ձեզ փոխանցել, որը հարկատու է և որը հարկ է վճարում ակնկալելով, որ իր երկիրը արժանապատիվ պիտի ներկայանա, ձեր խոսքի, ձեր խոսույթի և այլնի մասին չեմ խոսում, այլ խոսում եմ ընդամենը այդ ամենաթեկուզ ոչ կարևոր, բայց նաև կարևոր հարցի մասին, հիմա անդրադառնամ երեկվա և այսօրվա մի քանի արձանագրումներին, սիրելի ժողովուրդ, ես այսպես մանրակրկիտ ուզում եմ անդրադառնամ, ակնկալելով նաև ձեր մեկնաբանությունները, ձեր դիտարկումները, մենք պետք է այս 2 ամիսը իրար հետ անկեղծ լինենք, մենք պիտի հասկանանք, մենք ուզում ենք ապրել մի երկրում, թե ուզում ենք արցախցիների ճակատագիրը կիսել, դրա համար եմ ասում, ինձ համար շատ կարևոր է նաև ձեր դիտարկումները, Երեկ Նիկոլ Փաշինյանը ես լսում եմ ճեպազրույցներից մեկում, դե իրենք այնքան են այդ նախկիններին դարձրել բոբո, այնքան են այդ նախկիներով վախեցրել, որ հիմա իրենց թվում է, որ Ալիևը ավելի լավ է, քան որևէ նախկին, մեր մեջ հիմա դա են սերմանում, դրա համար երեկ ասվում էր, արդեն մի քանի շաբաթ է շրջանառվում է, որ Հայաստանի էներգետիկ ռեսուրսը Թուրքիայի հետ համատեղ է օգտագործվելու, այսինքն այն, որ ի սկզբանե ասում էր, որ հեծը խլել են թուրքերին տալու համար, դա արդեն միս ու արյուն է ստանում։
Մենք Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով մեր էներգետիկ համակարգի ռուբիլնիկը տվեցինք Էրդողանին ու Ալիևին։ Անվտանգությունը տվել ենք եւ այս մարդը խոսում է ինքնիշխանության մասին։ Չգիտեմ, ձեր աչքով երևի ընկած կլինի, որ օրինակ Բելարուսի նախագահ Լուկաշենկոն ընդունել էր Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնացին, իրար հետ խոսել են, քննարկել են տարբեր հարցեր, Միացյալ Նահանգները որոշ պատժամիջոցներ է հանել Բելարուսը, որոշ քաղբանտարկյալների է ազատ արձակել։ Մի խոսքով, Բելարուսը, որը ըստ ԿՊ-ական այս իշխանության հեչ ինքնիշխանություն չունի, օրինակ, որովհետև իրենք են չէ ասում դրանք, ինչպես նաև ասենք Ռուսաստանի հանդեպ համակրանք ունեցողներն ասում են ռսաստրուկներ են, հիմա այդ պետության ղեկավարը մենք տեսնում ենք շատ արժանապատիվ հանդիպում է ունենում եւ խոսում է, քննարկում է, նաև որոշակի հարցերի լուծումներ է տրվում։ Այդ ինչ է հիմա Բելարուսը ինքնիշխան է, թե ինքնիշխան չէ Նիկոլ Փաշինյան։ Արածդ ինչ էր, մի Թրամփի ՍՊ, այն էլ չկա, սառեցված է։ Չկա այն մեկը, որը գումար կներդնի այդտեղ։ Առավել ևս իրանական այս լարված պատերազմական իրավիճակում դժվար թե այլևս գտնվի այն մեկը, որը թույլ կտա, որ այդ Թրամփի ուղին երբևէ միսուղարյուն ստանա։ Նորից եմ ասում, Թրամփի ուղին Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր մեր անվտանգության համար կարևոր հիմնասյուն, հիմնակար, բայց որևէ երկիր, որևէ այն երկրի 76%-անոց ՍՊ-ով իր երկրի անվտանգության հարցը չի լուծի։ Ցանկացած երկիր, եթե ուզում է լուծել իր անվտանգության հարցը, առաջին հերթին պետք է զարկ տա իր տնտեսությանը, պետք է զարկ տա իր զինուժին, պետք է ժամանակակից սարքավորումներով հագեցնի իր զինուժը եւ պետք է կարողանա ամենակարևոր բանը բանակցի։ Դուք ոչ նա եք անում, ոչ մյուսը եւ ոչ էլ երրորդը։ Դուք մեր երկիրը հասցրել եք սարսափելի աղետի մեջ եք դրել, չեք հասցրել։ Սարսափելի աղետի մեջ եք դրել եւ հիմա ասում եք, թե նրանք, ովքեր կխոսեն Արցախից պատերազմ են հրահրում, նրանք, ովքեր կխոսեն անկախության հռչակագրից պատերազմ են հրահրում, նրանք, ովքեր կխոսեն հայ առաքելական եկեղեցուց պատերազմ են հրահրում, նրանք, ովքեր ես քիչ առաջ այստեղ գալուց լսում էի ազգային անվտանգության տնօրենի հարցազրույցը, ով ասաց Կտրիչ Ներսիսյանը, ազգային անվտանգության տնօրենը պետք է ի սկզբանե մի բան ընդունի, որ ազգային անվտանգության ծառայությունը ապա քաղաքական կառույց է եւ ոչ թե կառույց, որը պետք է վարվի այնպես, ինչպես թելադրվում է օրինակ կամ ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, Կտրիչ Ներսիսյան։ Ինձ համար տարակուսելի էր այդ պահվածքը, շատ տարակուսելի էր։ Իդեպ, քանի որ ազգային անվտանգության ծառայությունից խոսեցի, հարգելի արտաշիրիմում պահանջող ծնողներ, ասեմ ձեզ, որ ստացել եմ ազգային անվտանգության ծառայությունից նամակ, որտեղ նամակի բովանդակությունը ձեզ կներկայացնեմ, առանձնապես ոչինչ չի ասվում այդ նամակում, բայց կարևոր հարցադրումներով երկրորդ նամակն եմ պատրաստել, որ կուղարկեմ իրենց, որովհետև ես կարծում եմ, սա այն հարցն է, որ ասում եմ արտաշիրիմում պահանջող, խոսքը վերաբերում է 23 թվականին Արցախում վերջին օրերին իրենց հարազատներին ոչ պատշաճ հուղարկավորված ընտանիքներին, ոչ պատշաճ հուղարկավորման արժանացրած այդ ընտանիքներին, առնվազն ոչինչ չասող պատասխան եմ ստացել, այն է, որ իրենք Բաքվի համապատասխան հանձնաժողովի հետ քննարկում են այդ հարցը, որտեղ են քննարկում, երբ, ինչ, մենք ոչինչ թափանցիկության 0 աստիճան, ոչինչ չգիտենք, առավել ևս, որ ձեզ ծառայության տնօրենը որևէ անգամ չի ընդունել եւ չի լսել ձեր
շատ ավելի հասցեական խնդիրը, քան օրինակ անհետ կորածների խնդիրներ։ Սա այդ մասով։ Հաջորդը ուզում եմ խոսել, Սուրեն Պապիկյանը նորից այստեղ գալուց այդպես օրվա լրահոսին էի ծանոթանում, ասում է, որ այո, ազգային հետախուզության արտաքին հետախուզության պետը Սուրեն Պապիկյանը ասում են, այո, որ ընդդիմությունը պատերազմ է հրահրում։ Բա դուք ասում եք, որ դուք բանակ եք հզորացրել, որ դուք ձեզ մոտ ամեն ինչ օքեյ է։ Ինչ եք այդեն սարսափած Ադրբեջանի հարձակումից։ Ինչ եք սարսափած։ Այնքան սարսափած եք, որ ջերմուկից չեք վռնդում իրենց։ Մեր սուվերեն տարածքից իրենց չեք վռնդում։ Փոխարենը սահմանամերձ գյուղերն եք դատարկում։ Երեկ ես լսում էի մի հարցազրույց Խնածախից։ Եթե չեմ սխալվում, Խնածախներ կամ Խոզնավարը։ Այնպես չէր, որ փլատակ դպրոց էր, այնպես չէր, որ վատ դպրոց էր, դպրոցի շենքն էլ տեսա։ Դպրոցը փակում են, ինչու, որովհետև այդ դպրոցում աշակերտների թիվը 100-ի չի անցնում։ Ինչ են ասում գյուղի բնակիչները։ Շատ ուղիղ, Նիկոլ Փաշինյան, շատ ուղիղ ասում են, դպրոցը փակում եք, գյուղը դատարկում եք։ Հիմա դու ասա, մենք ավտոբուս կտրամադրենք, մենք կտանենք, մենք կբերենք, մենք տեսել ենք։ Դուք արհավիրքի, պատերազմի եւ կոշիկ լիզելու իշխանություն եք։ Եվ հիմա այդ գյուղի բնակիչը ուղիղ ձեզ ասում է, գյուղը դատարկում եք։ Երեխաները անհանգստացած են, ինչու պիտի իրենց դպրոցը չգնան։ Ինչու եք փակում սահմանամերձ գյուղերի դպրոցները, ում համար ինչ եք նախապատրաստում, ուղիղ հարց եմ տալիս, չասեք օպտիմալացում, բարեփոխում, բարենորոգում, չգիտես այս, չգիտես այն, դուք ձեր իշխանությունը դատարկում է Հայաստանի սահմանամերձ գյուղերը, Շիրակի մարզում, Գեղարքունիքի մարզում և Սյունիքի մարզում։ Հարց եմ ուղղում, ակնկալելով Ժանա Անդրեասյան, ակնկալելով քո պատասխանը, վախեցածներ, դուք թանգարանի տնօրեն են հեռացնում, ասում են գիրք նվիրեց, Արցախի մասին, չգիտես ինչ։ Այսօր Սուրեն Պապիկյանն հարցնում եմ, բա Սուրեն Պապիկյան, այն ժամանակ, որ գնացել էիք Աղդամ նուրնել ձեռքներդ, բա դուք օկուպանտ էիք։ Բա պատասխանեք, նման հարցերի պատասխանեք։ Բա 5000 տղայի գլուխ տարակ կերակ։ Բա հիմա պատասխանեք այդ ընտանիքներին ուրեմն։ Հարյուրավոր ընտանիքների անհետ կորած թողեցիք, դե պատասխանեք այդ ընտանիքներին։ 150,000 արցախցու անտուն թողեցիք, պատասխանեք այդ ընտանիքներին։ Չէ, դուք պատասխան չունեք, ձեր պատասխանը, այ երեք Եվրոպայից մի սենց հզոր պատվիրակություն մտավ կառավարության շենք, ինչ եք քննարկում։ Հեսա նորից կլինի վիզաների ազատականացում, չգիտես էս, չգիտես այդ ստերի շարքը կգնա։ Մեր երկիրը դրախտավայր է, մենք առանց վիզաների ազատականացման էլ մեր հող ու ջրում մեզ շատ լավ ենք զգում։ Այդ թող եվրոպացիները մտածեն ինչպես անեն գան Հայաստան։ Հիմա օին բոյիներ եք անում ու ոչինչ չունեք առաջարկելու մեր ժողովրդին վախեցնում եք ադրբեջանական զորքով ու զենքով, պատերազմով, չունեք առաջարկելու, որ այս սա ենք անելու, սա ենք անելու, սա ենք անելու, որովհետև ձեր արածները դուք պատերազմի իշխանություն եք, ձեր մի շարք նախարարություններ, մահվան նախարարություններ են, այդ դա եք դուք։ Ես կարծում եմ իմ այսպիսի անկեղծ զրույցները, սիրելի ժողովուրդ, ձեզ հետ ոչ միայն կշարունակվեն, այլ նաև ես ինքս կլինեմ մարզերում, կայցելեմ, ձեզ հետ կզրուցեմ, թեպետ շատ եմ լինում հանրապետության տարբեր մարզերում, բայց այս ընթացքում առավել շատ կլինեմ, կզրուցեմ, միասին կփորձենք
մեր բոլոր դիտարկումները ճիշտ ընկալելի դարձնել, որպեսզի հունիսի 7-ին որևէ պարագայում չսխալվենք։ Հիշեք, մեզ պետք է կայուն անվտանգություն, կայուն խաղաղություն, երաշխավորված, իսկ երաշխավորված անվտանգության ու խաղաղության միակ երաշխավորը դա մեր բանակն է, մեր տնտեսությունն է, մեր արժանապատվությունն է։ Մենք պետք է միասին հունիսի 7-ին այս ամենը հաշվի առնելով գնանք քվեարկության եւ ինչպես միշտ այս անգամ էլ ձեզ ասում եմ, մի քվեաթերթիկ կա, որը պետք է աղբար կղնետվի։ Շնորհակալություն ձեզ։